Ինչպիսի ընդդիմադիր գործիչ էր Փաշինյանը ժամանակին, շատերի գնահատմամբ բավականին հաջող, խորհրդարանում աչքի էր ընկնում թիրախային, սուր քննադատությամբ, քաղաքական պայքարի տրամաբանությանը համապատասխանող գործողություններով։ Հետպատիկ պապիկները 100,000 դրամներով նիսյաներ ունեն իրանց խանութներում։ Փողը տվեք այդ մարդկանց, թող գնան իրանց նիսյանները պակեն։ Բերանները ջուր առած 2 տարի կնոպկա եք սեղմել Տիգրան Սարգսյանի կառավարության համար։ Այդ գիտի ժողովուրդը։ Թե գիտի, որ մարտի 1-ի զոհերի արյունը քաշ փողով տվել եք, քաշ պաշտոններով։ Որևէ ամբիցիա, որևէ ակնկալիք նյութական այստեղ չունենք։ Մեր ամբիցիաները վերանձնային են, մեր ամբիցիաները վերխմբային են։ Մենք պետք է տեր տանենք մեր հայրենիքին։ Մենք պետք է փրկենք մեր հայրենիքը։ Կարծում եմ նա անկեղծորեն հավատում էր, որ գալով իշխանության կարողանալու է իրավիճակ փոխել։ Դժվար թե մտքով անցներ, որ պատմության մեջ մտնելու է որպես Արցախը հանձնած, կառավարման բիրտ մեթոդներով աչքի ընկնող մեկը, ով նաև լայնամասշտաբ հարձակում է ձեռնարկելու եկեղեցու դեմ։ Ինչպես էլ փորձի փաթեթավորել իրեն, իր կառավարման տարիները իբրև խաղաղություն բերած, իբրև 4-րդ հանրապետություն կերտած ղեկավար, միևնույն է, պատմությունը նրան հիշելու է որպես պատերազմ բերած ու ցնցումներով կառավարած ղեկավարի։ Մարդու, ով չմերժեց, այլ յուրացրեց քաղաքական ռեպրեսիվ գործիքակազմը, որի դեմ տարիներ շարունակ խոսում էր որպես ընդդիմադիր, ով նոր ձևաչափերով ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումները շարունակեց, այլախոհների նկատմամբ ճնշումներ բանեցրեց, խորացրեց հասարակական բևեռացումը, իսկ դատական համակարգը վերջնականապես հպատակեցրեց։ Ավելի հպատակ, խեղճ դատական համակարգ թերևս չի ունեցել անկախ Հայաստանը, որքան հիմա։ Նա փշրեց հեղափոխությունից հետո դատական համակարգի անկախության յուրաքանչյուր, անգամ թույլ դրսևորումները։ Մեր երկրին սպառնացող ամենաապիկար վտանգները բխում են դատական համակարգի։